Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մարտի 22 Հայր, նրանք, որ ինձ տվիր, կամենում են, որ որտեղ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն։ Հովհաննես 17-24 խոսք։ Ով մահ, ինչու ես դիպչում այն ծառին, որի ճյուղերի տակ հոգնած ճամփորդները հանգիստ են առնում։ Ինչու ես հափշտակում երկրի ամենաօրհնյալ մարդկանց, որոնցով մենք ուրախանում ենք։ Եթե դու ստիպված ես օգտագործել քո կացինը, կիրառիր դա այն ծառերի վրա, որոնք պտուղ չեն տալիս։ Այդ դեպքում գուցե կարելի լինի գոհանալ քեզանից, սակայն ինչու ես կտրում Լիբանանի մայրիները։ Օպահիր քո կացինը և խնայիր արդարներին, բայց ոչ, իրականությունն այլ է։ Մահը հարվածում է մեր ամենաբարեպաշտ մտերիմներին, ամենամեծահոգիները, ամենաշատ աղոթողները, ամենասուրբերն ու ամենանվիրյալներն են, որ պետք է մահանան, իսկ պատճառը Հիսուսի գերիշխան աղոթքն է։ Հայր, նրանք, որ ինձ տվիր, կամենում են, որ որտեղ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն։ Ահա թե ինչն է նրանց արծվի թևերի վրա երկինք բարձրացնում։ Ամեն անգամ, երբ հավատացյալն այս երկրից վեր է խոյանում դեպի դրախտ, դա Հիսուսի աղոթքի պատասխանն է։ Մի իմաստուն աստվածաբան նկատել է. շատ ժամանակ Հիսուսի և իր ժողովրդի աղոթքները հակասում են միմյանց։ Դու ծնկում ես աղոթքի և ասում. Հայր, կամենում եմ, որ քո սրբերը լինեն այնտեղ, որտեղ ես եմ։ Իսկ Քրիստոսն ասում է. Հայր, նրանք, որ ինձ տվիր, կամենում են, որ որտեղ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն։ Այսպիսով, աշակերտի նպատակը հակասում է Տիրոջ կամքին։ Որևէ մեկը չի կարող գտնվել երկու տարբեր վայրերում։ Այդ սիրելի անձը չի կարող միաժամանակ լինել Քրիստոսի և քեզ հետ։ Եվ ինչ ես կարծում, որ հայցվորն է հաղթելու։ Մի պահ պատկերացրու, որ քեզ է տրված ընտրության իրավունքը և թագավորն իր աթոռից վեր է կենում ու ասում. ահա երկու հոգի աղաչանքով աղոթք են անում, սակայն նրանց խնդրանքները հակասում են միմյանց։ Նրանցից որի աղոթքին պատասխանեմ։ Վստահ եմ, որ որքան էլ ցավոտ լիներ, միևնույն է, դու ոտքի կկանգնեիր ու կասեիր. Հիսուս, ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։ Դու կդադարեիր աղոթել քո սիրելիների կյանքի համար, եթե գիտակցեիր, որ Քրիստոսն աղոթում է հակառակ ուղղությամբ։ Հայր, նրանք, որ ինձ տվիր, կամենում են, որ որտեղ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն։ Տեր, նրանք քոնն են, և մենք հավատքով բաց ենք թողնում նրանց։